Այսօրվա իրադարձությունները ուղղակի աննախադեպ են։ Գետերն ու ջրամբարները դուրս են եկել հունից։ Մայրցամաքներին աներևակայելի ուժգնության փոթորիկ է մոտենում։ Մի քանի ինքնաթիռ ստիպված են եղել վթարային վայրեջ կատարել քաղաքի սահմաններից դուրս։ Ես կարծում եմ երկրաշարժ է։ Ես նախկինում երբևէ նման սարսափելի եղանակ չեմ տեսել։ Ես ձեզ խորհուրդ կտայի պատսպարվել։ Աստվածաշնչյան մարգարեությունների գրքերը երկար ժամանակ պարուրված են խորհրդավորությամբ։ Հինավուրց տեքստեր, խորհրդավոր թվեր, խորհրդանշական կերպարներ, որոնք նկարագրում են ապոկալիպսիսի գալիք սոսկալի իրադարձությունները։ Իրականում հնարավոր է հասկանալ այդ կերպարների իրական նշանակությունը։ Ինչ բան է գազանի դրոշմը։ Ոմանք ասում են, թե դա մաշկի տակ ներդրված համակարգչային չիպ է, կամ դա ինչ-որ էլ ավելի խորամանկ բան է։ Իսկ ինչ կարելի ասել հակաքրիստոսի մասին։ Աստծո այդ չարագուշակ թշնամին արդեն հայտնվել է, թե նա դեռ սպասում է ստվերում։ Կլինի արդյոք ինչ-որ ահաբեկչություն, որը վերջնականապես կհանգեցնի երկրի կործանմանը։ Կլինենք արդյոք մենք Արմագեդոնի եւ վերջին 7 պատոհասների վկաներ։ Ինչ է մեզ անհրաժեշտ իմանալ, որպեսզի Տիրոջ գալուստի ժամանակ չհայտնվենք կործանվողների շարքում։ Կիմանանք արդյոք վերջին ժամանակների վրա հասնելու մասին եւ թե ինչ սպասել դրանից։ Այն ինչ դուք հիմա կտեսնեք, ձեզ կբացահայտի, թե իրականում ինչ է ասում Աստվածաշունչը երկրի վրա վերջին ժամանակի իրադարձությունների մասին։ Միացեք մեզ Աստվածաշնչյան մարգարեության եզրափակիչ իրադարձություններին հաջորդող զարմանահրաշ փաստերի մեր բացահայտման մեջ։ Եվ դու, ով Դանիել, փակիր այս խոսքերը եւ կնքիր գիրքը մինչեւ վերջին ժամանակը։ Շատերը պիտի քննեն եւ գիտությունը պիտի շատանա։ Աշխարհի վերջը, այն երբևէ տեղի կունենա, եթե այո, ապա երբ։ Սա բոլոր ժամանակների ամենակարևոր եւ խորհրդավոր հարցերից մեկն է։ Աստվածաշնչյան Դանիել մարգարեն հստակ կանխասել է, որ անմիջապես վերջից առաջ աշխարհը գիտելիքների դրամատիկ բազմապատկման վկան կլինի։ Արդյոք այն արդեն տեղի ունեցել։ Օրինակ, խորհեցեք այն մասին, թե վերջերս ինչպես են փոխվել փոխադրման եղանակները։ 60 դարերի ընթացքում մարդը հնարավորություն չուներ տեղաշարժվելու ավելի արագ, քան ամենաարագընթաց ձիու վրա, բայց այսօր ճանապարհորդությունը, որի համար նախկինում ամիսներ կպահանջվեին, կատարվում են հաշված ժամերի ընթացքում։ Մեկ սերնդի ընթացքում համակարգչային հեղափոխությունը հանգեցրել է ապշեցուցիչ փոփոխությունների, որոնք մեր նախնիները չէին կարող երևակայել անգամ։ Սակայն այս համարի էլ ավելի ճշգրիտ մեկնաբանությունը այն է, որ կմեծանա աստվածաշնչյան մարգարեական գրքերի վերաբերյալ գիտությունը։ Սա նույնպես կատարվել է։ Սակայն Դանիելի մարգարեությունը միակ աստվածաշնչյան մարգարեությունը չէ, որ խոսում է վերջին օրերի իրադարձությունների մասին։ Վերջին օրերի մասին ուրիշ ինչ գիտելիքներ կարող են թաքնված լինել Սուրբ գրքի հինավուրց համարներում։ Պատերազմներ եւ պատերազմների համբավներ կլսեք։ Զգույշ եղեք, որ չշփոթվեք,
որովհետև ամենը պետք է լինի, բայց դեռ վերջը չէ։ Եվ սովեր կլինեն, եւ մահտարաժամներ, եւ տեղ-տեղ երկրաշարժեր կլինեն, բայց այս ամենը ցավերի սկիզբն է։ Մի հայացք նետեք գլոբուսին եւ դուք կտեսնեք, որ ինչպես քաղաքական, այնպես է բնական ուժերը, ժամանակակից աշխարհը կյանքի համար ել ավելի վտանգավոր վայր են դարձրել։ Խորհեցեք այս մասին։ Վերջին 100 տարվա ընթացքում երկիրը երկու համաշխարհային պատերազմ եւ բազում այլ գլոբալ հակամարտություններ է վերապրել, չխոսելով արդեն միջազգային հաբեկչության աճի մասին։ Դրան ավելացրեք նաեւ արտակարգ բնական աղետների քանակի ակնհայտ մեծացումը, այդ թվում երկրաշարժերը, հրդեհները, ջրհեղեղները, տարափները, մահաբեր փոթորիկները եւ եղանակային աննորմալ պայմանները։ Այս ամենը շարունակում է ամայացնել երկիրը։ Ապշեցուցիչ այն փաստը, որ Հովանես Առաքյալը կանխասել է, որ վերջին ժամանակի եւս մեկ նշան կդառնա մարդու մոլորակը ոչնչացնելու ընդունակությունը։ Հայտնության գրքի 11:18 համարում նա խոսում է այն մասին, որ վրա կհասնի մի ժամանակ, երբ Աստված երկիրն ապականողներին կապականի։ Տվյալ մարգարեությունն արդեն կատարվում է։ Դարերի ընթացքում մարդը հազիվ թե կարողանար անել ավելին, քան հրացաններից կրակելը կամ իրենց թշնամիներին թնդանոթի արկերով հրետակոծելը։ Իսկ այժմ նա ավերիչ զենք ունի, որը մի ակնթարթում կարող է կենդանի ամեն բան ջնջել երկրի երեսից։ Ըստ էության Հիսուսն անգամ կանխասել է, որ եթե իր գալուստը հետաձգվի, ոչ ոք կենդանի չի մնա։ Քրիստոսը մեզ նախազգուշացրել է, որ մենք ստիպված կլինենք բախվել այս ամենին եւ որ այս իրադարձությունները կլինեն վերջին ընդամենը սկիզբը։ Կարող է մարդկության որևէ գործողություն սկիզբ դնել երկրի գոյության եզրափակիչ իրադարձություններին։ Սա իմացիր, որ հետին օրերում չար ժամանակներ կգան, որովհետև մարդիկ կլինեն ինքնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյիչ, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուշկալ, դաժան, անբարեսեր։ Բոլոր նրանք, ովքեր ականատես են եղել վերջին մի քանի տասնամյակներին, չեն կարող ժխտել ժամանակակից հասարակության բարոյականության մակարդակի մշտական եւ ահաբեկող անկումը։ Յուրաքանչյուր սերունդ անընդմեջ անցնում է թույլատրելի սահմանները։ Արդյունքում յուրաքանչյուր հաջորդ սերունդ ղեկավարվում է ավելի ցածր բարոյական ստանդարտներով, քան նախորդը։ Եվ ցավոք թվում է, թե այս ամոթալի անկմանը վերջ չկա։ Նոյի ժամանակներում բարոյականության շարունակական անկումը հանգեցրեց երկրի գլոբալ ոչնչացմանը ջրհեղեղով։ Ղովտի ժամանակներում Սոդոմի եւ Գոմորի բարոյական ալյասերումը հանգեցրեց այդ քաղաքների ոչնչացմանը երկնքից իջած կրակով։ Նմանապես էլ ինչպես Ղովտի օրերում եղավ։ Ուտում էին, խմում էին, առնում էին, ծախում էին, տնկում էին, շինում էին։ Եվ այն օրն, որ Ղովտը Սոդոմից դուրս եկավ, կրակ եւ ծծումբ տեղաց երկնքից, եւ ամենքին կորցրեց, նույն կերպ էլ կլինի այն օրը, երբ մարդի որդին կհայտնվի։ Այդ նույնը տեղի ունենում եւ մեր օրերում։ Կարող է այնպես լինել, որ աղաղակող անբարոյականությունը եւ այլասերվածությունը երկնային դատաստան հրավիրեն իրենց վրա։ Հասարակության բարոյական անկմանը զուգահեռ Աստվածաշունչը մեզ զգուշացնում է նաեւ այն մասին, որ վերջին օրերի ողբերգականորեն կաճի ոգեհարցության զարգացումը։ Եվ Հոգին հայտնի ասում է, թե հետին ժամանակներում ոմանք հավատքից կհեռանան եւ մտիկ կտան մոլար ոգիների եւ դևերի վարդապետությունների։ Մեռյալների հետ հաղորդակցումը, որն արգելված է Սուրբ գրքով, արագորեն համընդհանուր ճանաչում է գտնում անգամ ժամանակակից եկեղեցիներում։ Կախարդության եւ օկուլտիզմի թեման լուսաբանող հեռուստահաղորդումները եւ ֆիլմերը արտակարգ տարածում են գտել հատկապես երիտասարդության շրջանում։ Չնայած այդ ողջ աղաղակող ոգեհարցությանն ու անբարոյականությանը, Աստվածաշունչը սովորեցնում է, որ այնտեղ, որտեղ բազմանում է մեղքը, առատանում է շնորհը։ Այսպիսով, վերջին օրերի ոգևորիչ արշալույսներից մեկը Հիսուսի խոստումն այն մասին, որ իր գալուստի նախօրեին ավետարանը կտարածվի ողջ երկրում։ Եվ արքայության այս ավետարանը ողջ տիեզերքում կքարոզվի բոլոր հեթանոսներին վկայություն լինելու համար եւ այն ժամանակ կգա վերջը։ Ողջ երկրում ավետարանման մի ժամանակ անիրականանալի թվացող առաջադրանքը արագորեն իրականություն է դառնում։
Միսիոներների, գրքերի, ձայնասկավառակների, արբանյակային հեռարձակման եւ համացանցի շնորհիվ ավետարանման դաշտում կատարվող աշխատանքը ամբողջ աշխարհում ավելի արագանում։ Փրկության մասին լուրը նախկինում երբեք այսքան լայնորեն տարածված չի եղել, որքան այսօր։ Աստվածաշունչը մեզ բացում է, որ ակնհայտ այն փաստը, որ մենք ապրում ենք վերջին ժամանակում։ Գիտելիքների բազմացումը, համաշխարհային անկայունությունը, բարոյականության անկումը եւ օկուլտիզմի հանդեպ խելագար հետաքրքրությունը այս ամենը վկայում են այն մասին, որ վերջը մոտիկ է։ Վերջին նշաններն արագորեն իրականանում են։ Բայց ավելին, Աստվածաշունչը մեզ զգուշացնում է նաև այն մասին, որ հենց բարու եւ չարի հակամարտող ուժերը ի վերջո կբերեն Արմագեդոնի ճակատամարտին։ Մոտ ապագայում ինչ որ անհայտ համաշխարհային ճգնաժամ ողջ մոլորակը կնետի ամենասոսկալի իրադարձության գիրկը, որ երբևէ տեսել է երկիրը։ Որովհետև այն ժամանակ մեծ նեղություն կլինի, որ նմանը աշխարհի սկզբից մինչև հիմա չի եղել եւ ոչ էլ երբևէ կլինի։ Ինչ աղետ առաջ կբերի այս վերջնական ճգնաժամը եւ երբ տեղի կունենա դա։ Հնարավոր է, որ դա լինի ինչ-որ կործանարար ահաբեկչական գործողություն, թե որևէ միջազգային տնտեսական աղետ, թե ավելի ճգրաշարժ, երկնաքար կամ այլ աղետներ, թե հնարավոր է, որ դա լինի որևէ քիմիական սպառնալիք կամ մահացու համաճարակ։ Իսկ միգուցե այդ աղետների համադրումը, թեև Աստվածաշունչում հստակ ասված չէ, թե ինչպիսին կլինի այդ ճգնաժամային իրադարձությունը, այնտեղ ասված է, թե ինչ իրադարձություններ կբերի այն իր հետևից։ Հաջորդ բաժնում դուք ավելին կիմանաք այդ զարմանահրաշ փաստերի եւ ցնցող իրադարձությունների մասին, որոնց պատրաստ չէ անգամ քրիստոնյաների մեծամասնությունը։ Մեծ նեղություններ սկսվելուն զուգընթաց համաշխարհային առաջնորդները կփորձեն հաղթահարել անընդհատ աճող մեծ քանակի աղետները։ Այդ ընթացքում Աստծուն հավատարիմ քրիստոնյաները Սուրբ Հոգու զարմանահրաշ հեղում կվերապրեն։ Եվ սրանից հետո տեսա մի հրեշտակ երկնքից վայր գալիս, եւ երկիրը լուսավորվեց նրա փառքից։ Աստծո ժողովրդին լուսավորած այդ մեծ լույսը Սուրբ Հոգին է։ Սրբազան խիզախությամբ նրանք վկայում են Աստծո մասին, եկեղեցիներին բարեփոխման, իսկ կործանվողներին Քրիստոսի մոտ գալու կոչելով։ Նրանք հատկապես հիմնվում են Աստծո խոսքի վրա, կոչ անելով բոլորին ապաշխարել իրենց մեղքերը եւ հետևել Աստծո պատվիրաններին։ Վերածննդի մթնոլորտը կթափանցի ողջ աշխարհը, իսկ Սուրբ Հոգին կանչում է ինչպես ծառայողներին, այնպես էլ եկեղեցիների անդամներին տքնաջան կերպով աշխատելու մարդկանց փրկության համար։ Սուրբ Հոգու աշխատանքն ավելի ակնհայտ դառնալու զուգընթաց ուժեղանում է նաև օկուլտիզմի դրսևորումը։ Հայտնվելով շատերին, մոլորեցնող հոգիները ներկայանում են որպես մահացած սիրելիներ կամ որպես հին աստվածաշնչյան սուրբեր։ Նրանք խաղաղության եւ հուսոխոսքեր են ասում, առաջարկելով հազիվ նկատելի, բայց վտանգավոր մոլորություն բովանդակող դավանաբանություն։ Աստվածաշունչը նախազգուշացնում է նրանց մասին, որովհետև նրանք դևերի ոգիներ են, որ նշաններ են անում։ Դուք կարող եք պատկերացնել, որ այդ գերբնական դրսևորումները մարդկանց վրա ահռելի ազդեցություն են գործում եւ շատերը չէ, որ ցանկանում են հանդես գալ դրանց դեմ։ Մինչև այդ պահը ընտանիքներն ու եկեղեցիները արդյունավետ չէին դիմադրում համաշխարհային չարիքի աճող պատերազմին։ Այս քաղաքական, բնական եւ բարոյական աղետների մեջ մարդիկ հուսահատորեն համաշխարհային ալասերվածության աճող պատերազմ զսպելու արդյունավետ միջոց են որոնում։ Տառապյալ ընտրողներից դրդված կրոնական եւ քաղաքական առաջնորդները առավել հզոր օրենսդրական միջոցներ կիրառելու կոչ են անում, նպատակ ունենալով իրենց երկրում վերականգնել ճիշտ սկզբունքներն ու խաղաղությունը։ Այս մոլորեցնող ճնշման արդյունքում կառավարությունն ընդունում է օրենքներ, որոնք լիովին հակասում են Աստծո օրենքներին։ Բայց պատմության մեջ առաջին անգամ չէ, որ տեղի ունենում նման բան։ Հնարավոր է, որ դուք հիշեք ծանոթ պատմությունը Դանիելի մասին, նրա գրքի 3-րդ գլխից։ Այնտեղ պատմվում է այն մասին, թե ինչպես Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը հրամայեց իր թագավորության բոլոր հպատակներին պատվել եւ երկրպագել վիթխարի ոսկե արձանին, որ ինքն էր ձուլել։ Սակայն 3 պատանի հրեա գիտեին, որ այդ հրամանը լիովին հակասում է Աստծո պատվիրանին։ Աստծուն հավատարիմ մնալու որոշում ընդունելով նրանք հրաժարվեցին երկրպագել արձանին։ Թագավորը կատաղությունից մոլեգնեց եւ հրամայեց նրանց նետել կրակով բորբոքված հնոցի մեջ, բայց Աստված հրաշալի կերպով միջամտեց եւ փրկեց նրանց։ Պատմություն կա նաև Դանիելի եւ առույցների գուբի հետ կապված։
Պարսից թագավորը օրենք ընդունեց, որ հռչակում էր, որ 30 օրվա ընթացքում ոչ ոք չպետք է երկրպագի որևէ Աստծո բաց իրենից, սակայն Դանիելը գիտեր, որ այդ օրենքին ենթարկվելը նշանակում է խախտել Աստծո առաջին պատվիրանը։ Այդ պատճառով Դանիելը խիզախաբար հավատարիմ մնաց ամեն օր Աստծուն բացահայտորեն աղոթելու իր սովորությանը, չնայած որ դրանով վտանգ էր ենթարկում իր կյանքը։ Դանիելի թշնամիները այդ խախտման մասին լուրը հասցնում են թագավորին, ով տհաճությամբ իր հավատարիմ ծառային նետում է առույցների գուբը, բայց Աստված եւս մեկ անգամ հրաշալի կերպով փրկեց Դանիելի կյանքը, ցուցաբերելով իր զորությունը։ Այսպիսով հայտնություն գիրքը կանխասում է, որ վերջին օրերին էլ մի չարուշ կստիպի աշխարհի կառավարություններին օրենքներ ընդունելու այն մասին, թե ինչ ձևով պետք է երկրպագեն մարդիկ։ Այդ օրենքներն արտաքուս կնպաստեն բարոյականությանը, բայց իրականում դրանք կնախապատրաստեն աշխարհը ընդունելու գազանի դրոշմը եւ հակաքրիստոսին։ Որովհետև սուտ Քրիստոսներ եւ սուտ մարգարեներ վեր կգենան եւ մեծ նշաններ եւ հրաշներ կտան, մինչեւ որ եթե կարելի լիներ, ընտրվածներին էլ կմոլորեցնեին։ Աճող ճգնաժամի այս ժամանակահատվածում, երբ աշխարհը հուսահատ օգնություն եւ համընդհանուր կայունություն կորոնի, օգնությունը կդրսևորվի ամենազարմանալի կերպով։ Ողջ աշխարհի զանազան վայրերում աղաղակներ կլսվեն. «Նա եկավ, Հիսուսը վերադարձավ»։ Պայծառ եւ խարիզմատիկ միազնավորություն կհայտնվի, հայտարարելով, որ ինքը Աստծո որդին է։ Բազում տեղեկատվական գործականներ կհավաքվեն տեսնելու, թե ինչպես այդ գերբնական ազնվորությունը հրաշներ գործում։ Նրանք կլսեն, թե ինչպես է նա կրկնում բազմաթիվ խոսքեր, որոնք ասել է Հիսուսը Սուրբ գրքում։ Այդ իրադարձությունը ողջ աշխարհում կցուցադրվի արբանյակային հեռուստատեսությամբ, եւ միլիոնավոր մարդիկ սխալմամբ կհավատան այն բանին, որ նրա հայտնվել է հեռուստաէկրաններին կատարեց Սուրբ գրքի մարգարեությունն այն մասին, որ ամեն աչք կտեսնի նրան։ Շատ կրոններ անհամբերությամբ սպասում են եկող փրկչին, եւ նրանք այդ շլացուցիչ ազնվորությանը կհամարեն իրենց աղոթքների պատասխանը։ Բայց Կորինթացիներին հղված երկրորդ ուղերձում Աստվածաշունչը նախազգուշացնում է, որ Սատանան նույնիսկ լույսի հրեշտակի կերպարանք կարող է ընդունել։ Ցավոք, բայց շատ մարդիկ գրկաբաց կընդունեն ոչ թե Հիսուսին, այլ Սատանային, որ ներկայանում է որպես Աստծո որդի։ Սրա միջոցով Սատանան կարողանա միավորել ողջ աշխարհի մարդկանց եւ հաստատել երկրպագության իր կեղծ համակարգը։ Այս կերպ նա կիրագործի մեծագույն խաբեությունը, որ երբևէ կատարվել է մարդկության նկատմամբ։ Սատանայի մտահղացումը հզոր համաշխարհային առաջընթաց ուժ կդառնա։ Համաշխարհային առաջնորդներից շատերը կընդունեն մեծ ինքնակոչին, ինչպես եւ նրա հաստատած երկրպագության կեղծ համակարգը։ Համաշխարհային աղետների ուժեղացմանը զուգընթաց եկեղեցիների առաջնորդները համարելու են, որ չի կարելի ոչ մի րոպե կորցնել աշխարհը կեղծ փրկչի այս ուսմունքներին հնազանդեցնելու առումով։ Այստեղ է սուրբերի համբերությունը, այստեղ են Աստծո պատվիրանները եւ Հիսուսի հավատքը պահողները։ Բայց ոչ բոլորը կխաբվեն։ Որոշ հավատացյալներ կհասկանան, որ Աստվածաշունչը նախազգուշացնում էր այդ ապշեցուցիչ խաբեության մասին եւ կհասկանան, որ այդ կեղծ փրկչի նպատակը մարդկանց Աստծո պատվիրաններից հեռացնելն է։ Բայց սա առաջին անգամը չէ, որ Սատանան հայտնվում է որպես լույսի հրեշտակ։ Երբ Քրիստոսը փորձվում էր անապատում, Սատանան նրան հայտնվեց Աստծո փառավոր դրաբերի տեսքով, դրսևորելով իր ճշմարիտ էությունը, գայթակղելով Հիսուսին, որ անհնազանդություն ցուցաբերի Աստծո խոսքի հանդեպ։ Եվ կրկին օգտագործելով այդ նույն մարտավարությունը, Սատանան կփորձի խաբել աշխարհին եւ դրդել նրան խախտելու Աստծո օրենքը։ Ոչ ոք չի կարող երկու տերերի ծառայել, որովհետև կամ մեկին կատի եւ մյուսին կսիրի, կամ մեկին կմեծարի եւ մյուսին կարհամարի։ Աշխարհը մոտենում է խաբեության ժամանակին։ Կեղծ Քրիստոսը եւ համաշխարհային պայքարը աշխարհը կբաժանեն երկու առանձին խմբերի։ Նրանք, ովքեր հետևում են Աստվածաշնչին, եւ նրանք, ովքեր հետևում են գազանին։ Մարդկանց սրտերը լցված կլինեն տագնապով, եւ նրանց մտքում առաջին պլանում կհայտնվի կրոնի հարցը։ Հեռուստատեսային եւ ռադիոհարցազրույցներում դատաքննությունների ժամանակ Աստծո ճշմարիտ հետևորդները կկանգնեն համաշխարհային առաջնորդների առջև, ներկայացնելով ուժեղ եւ համոզիչ աստվածաշնչյան հիմքեր հասարակությանը պարտադրված երկրպագության կեղծ համակարգին իրենց դիմադրությունը հիմնավորելու համար։ Աստծո պատվիրանները եւ ճշմարիտ երկրպագության էությունը կլինեն յուրաքանչյուրի քննարկման կենտրոնը։
Դրդվելով Սուրբ Հոգուց եւ Աստծո ծառայողների անհերքելի աստվածաշնչյան փաստարկներով, հազարավոր մարդիկ ողջ աշխարհում կհրաժարվեն իրենց կենսազոր եկեղեցիներից եւ կդառնան Հիսուսի ժողովրդականություն չվայելող, սակայն ճշմարիտ հետևորդների կողմնակիցները։ Հարկավոր է հնազանդվել Աստծուն, թե մարդկանց, հանրահայտ ավանդույթներին, թե ճշմարտությանը։ Այս հարցը աշխարհը կբաժանի երկու խմբի։ Մի կողմում կլինեն մարդիկ, ովքեր ստանում են Աստծո կնիքը, իսկ մյուս կողմում գազանի դրոշ մստացողները։ Անիրավություն գործողը թող էլ անիրավանա, եւ կեղտոտը թող էլ կեղտոտվի, եւ արդարը թող էլ արդարանա, եւ սուրբը թող էլ սրբվի։ Հայտնություն գրքից այս հատվածը կանխասում է հետևել իրադարձությունները, երբ ամեն մարդ վերջնական որոշում կընդունի Քրիստոսի կողմ կամ Քրիստոսին դեմ։ Աստծո կողմում կլինեն նրանք, ովքեր հավատարմորեն հետևում են նրա խոսքին, չնայած ուժեղ դիմադրությանը։ Մյուս կողմում կլինեն նրանք, ովքեր բարձր կարծիք ունեն մարդկային ավանդույթների մասին։ Այնպես ինչպես Նոյի տապանի դուռը փակվեց ջրհեղեղի սկզբից առաջ, ի վերջո աշխարհի առջև կփակվի ողորմության դուռը եւ կործանվող մարդկանց համար այլևս հասանելի չի լինի Աստծո շնորհը։ Քրիստոսի երկրորդ գալուստն անխուսափելի է, բայց նախ աշխարհը մի շարք ամենակործան աղետներ կվերապրի, որ երբևէ տեղ են ունեցել մարդկության հետ։ Եվ մեծ ձայն լսեցի տաճարից, որ ասում էր այն 7 հրեշտակներին. գնացեք եւ Աստծո բարկության սկավառակները թափեցեք երկրի վրա, եւ առաջինը գնաց եւ իր սկավառակը թափեց երկրի վրա, եւ չարաչար պալարներ եղան այն մարդկանց վրա, որ գազանի դրոշն ունեին եւ նրա պատկերին երկրպագում էին։ Դեպի լավը գնալու ողջ հույսը կխորտակվի, երբ հայտնություն գրքում կանխասված 7 պատուհասները սկսեն գալ մեկը մյուսի հետևից։ Սրանք ամենասոսկալի աղետներն են, որ երբևէ տեսել է մարդկությունը կամ էլ կտեսնի։ Առաջին պատուհասը արտակարգ ցավոտ կլինի։ Մարդիկ ծածկվեն սոսկալի բորբոքումներով, որոնք տանջալի ցավեր կպատճառեն կործանվող մարդկանց։ Դրան արագորեն կհետևեն 6 կործանարար աղետները, ծովերի ու գետերի ջրերը արյուն կդառնան, արեգակին իշխանություն կտրվի այրել մարդկանց ուժեղ ջերմությամբ ու կրակով։ Մի պատուհասը մյուսով փոխարինվելու զուգընթաց աշխարհի խուճապահար մարդկանց վրա սկսում է սարսափ տիրել։ Այդ ժամանակ փրկված մարդկանցից ոմանք գտնվելու են ամայի եւ հեռավոր վայրերում, որտեղ նրանց ուղարկելու եւ ապահովելու են Աստծո հրեշտակները։ Ուրիշները կնետվեն ամայի բանտերը, կթվա թե նրանք մոռացված են մարդկանց կողմից, բայց չեն մոռացվի Աստծուց։ Աստծո հավատարիմ մարդիկ կպաշտպանվեն պատուհասներից, ինչպես Իսրայելի ժողովուրդը եգիպտական պատուհասների ժամանակ։ Գտնվելով Աստծո հովանու ներքո, Աստծուն հավատարիմ մարդիկ դեռևս հոգևոր տառապանքների սոսկալի պահեր են ապրելու։ Նրանց ուղեղներում գլխավոր միտքը լինելու է այն, թե արդյոք արդար ենք մենք Աստծո առջև։ Ի վերջո նրանք հոգևոր խաղաղություն կգտնեն վստահելով Աստծո խոստումներին։ Եվ Վիշապը բարկացավ այն կնոջ վրա եւ գնաց պատերազմ անելու նրա մյուս զավակների հետ, որ Աստծո պատվիրանները պահում են եւ Հիսուսի վկայությունն ունեն։ Հալածվելով կեղծ Քրիստոսի կողմից դժբախտ կործանվող մարդիկ համարելու են, որ կործանարար պատուհասից իրենց ձերբազատման միակ հույսն իրենց հակառակորդների ոչնչացումն է։ Այդպիսով որոշում կընդունվի գտնել եւ ոչնչացնել Աստծո մարդկանց, ովքեր անսասան հետևում են Սուրբ գրքին։ Եվ այսպես նրանք, ովքեր կհետևեն մարդկային ավանդույթներին եւ կերկրպագեն գազանին, ճակատ կկազմեն հոգեվոր պատերազմի դաշտում Հիսուսին սիրողների եւ Աստծո պատվիրաններին հետևողների դեմ։ Դա կլինի Արմագեդոն վերջնական ճակատամարտը։ Մեղսավոր աշխարհը վերջապես կհասնի Աստծո համբերության սահմանագծին եւ կգա ժամանակը, որ Աստված միջամտի եւ փրկի իր հավատարիմ զավակներին։ Եվ կես գիշերին աղաղակ եղավ. ահա Փեսան գալիս է։ Ամենախավար ժամին շատ դարերի այդքան երկար սպասված հույսն իրականություն կդառնա։ Կլսվի Աստծո հրամայական ձայնը, որ ասում է. կատարվեց։ Ամպրոպանման ձայնը ցնցեց երկինքը,
Հետո տեղի կունենա անասելի ավերիչ երկրաշարժ, որը կհրճակի հսկայական երկնային զորքի մոտենալը։ Աստծո զավակները, որ դեռ վերջերս թուլացած եւ անուժ էին, ծիածանով շրջանակված կկանգնեն իրենց հալածիչների դիմաց։ Նրանց դեմքերը կլուսավորվեն, որովհետև նրանք կիմանան, որ իրենց փրկիչը եւ նրա հրեշտակների մեծականակ բազմությունը մոտենում է, որպեսզի տուն տանի իրենց։ Ահա նա գալիս է ամպերով, եւ ամեն աչք կտեսնի նրան, եւ նրանք, որ խոցեցին նրան, եւ նրա վրա կոծ կանեն երկրի բոլոր ազգերը։ Այդ իրադարձությունը գաղտնի հափշտակում չի լինի, ինչի մասին դուք հնարավոր է լսել եք։ Երկիր մոլորակի բոլոր մարդիկ այդ զարմանահրաշ իրադարձության վկան կդառնան, իսկ մարդկանց մեծամասնությունը կսարսափի դրանից։ Ամբարիշները սոսկումով կվազեն դեպի ժայռերն ու քարանձավները, զուր փորձելով թաքնվել մոտեցող սուրբ իշխանից, եւ ինչպես եւ խոստացված էր նրանց, նրա դատին եւ խաչելությանը մասնակցած չարագործները հարություն կառնեն մեռելներից, որպիսի տեսնեն ամպերի վրա փառքով եկող Քրիստոսին։ Որովհետև ինքը Տերը հրամանով, հրեշտակապետի ձայնով եւ Աստծո փողով վայր կգա երկնքից եւ Քրիստոսով մեռելներն առաջ հարություն կառնեն։ Ողջ աշխարհում կլսվի փողերի բարձր ձայնը եւ փրկչի ուժգին ձայնը։ Նա կանչում է բոլոր տարիքների ննջած արդարներին ասելով. Արթնացեք, արթնացեք, արթնացեք բոլոր հողի փոշում ննջածներ եւ հարություն առեք։ Ողջ աշխարհում բազում սրբեր հարություն կառնեն իրենց ապականված շիրիմներից։ Նրանք կունենան երիտասարդ, փառավոր եւ անմահ մարմիններ, առանց հիվանդության կամ արատի նշույլի։ Հետո նաեւ նրանք, ովքեր վերապրել են տրտմության ժամանակը, մի ակնթարթում կփոխվեն։ Նրանց նոր անմահ եւ գեղեցիկ մարմիններ կպարգևեն։ Իսկ ահաբեկված ամբարիշները տանջանքով դիտելու են այդ ապշեցուցիչ տեսարանին։ Եվ հետո մենք, որ կենթանի ենք մնացած, նրանց հետ մեկտեղ ամպերով օդի մեջ կհափշտակվենք Տիրոջը դիմավորելու եւ այնպես ամեն ժամանակ Տիրոջ հետ կլինենք։ Այն ժամանակ, երբ ողջ աշխարհը կցնցվի, փրկագնվածները կհամբարձվեն ավերակների վրայով։ Նրանք կհանդիպեն հրեշտակների բազմությամբ շրջապատված իրենց փրկչին։ Տառապանքը, մեղքն ու տանջանքներն ընդմիշտ կհեռանան նրանցից։ Նրանց Տիրոջից հեռացնող ծածկոցը կհանվի ընդմիշտ, եւ նրանք դեմ առ դեմ կտեսնեն Աստծուն եւ երկնային հրեշտակներին։ Եվ Տիրոջ սպանվածներն այն օրը երկրի մի ծայրից մյուսը կլինեն։ Նրանց համար սուգ պիտի չլինի, եւ նրանք պիտի չհավաքվեն եւ չթաղվեն։ Ահ պիտի դառնան նրանք երկրի երեսին։ Երկրորդ գալուստի ժամանակ երկրի վրա կտիրի քաոս։ Դևերի ողբալի աղակող հողմի մեջ տեղի կունենան երկրաշարժեր, օվկիանոսները կեռան, կղզիները կանհետանան։ Իսկ մութ զայրացած ամպերը կսկսեն ծեծել երկիրը վիթխարի կարկուտներով։ Ամբարիչները, ում կհաջողվի կենթանի մնալ այս աղետներից, շուտով կկործանվեն Աստծո ներկայության փառքի ճաճանչներից։ Նրանց մարմինները նետված կլինեն ամայացած մոլորակի ողջ մակերեսին։ Երկրի ստեղծումից ի վեր առաջին անգամ այն լիովին կզրկվի մարդկային կյանքից։ Միայն սատանան եւ նրա հրեշտակները կմնան, որ նայեն իրենց խռովության պտուղներին։ Եվ տեսա մի հրեշտակ վայր գալիս երկնքից, որ դժոխքի բանալին ուներ, եւ մի մեծ շղթա իր ձեռքում, եւ նա բռնեց այն վիշապին, այն առաջին օծին, որ է բան սարկուն եւ սատանան, եւ կապեց նրան 1000 տարի։ Շրջապատված լինելով ավերված աշխարհով, սատանան եւ նրա հրեշտակները երկրի վրա կապված կմնան 1000 տարի։ Նրանք կբանտարկվեն այդ խավար, ամայացած եւ սոսկալի մոլորակում։ Իր դևերի հետ միասին սատանային պարզապես մնում է սպասել եւ խորհել իր ապագա պատժի մասին։ Ամենուրեք նա տեսնելու է խեղված քաղաքներ, այրված անտառներ եւ չոր ոսկորներ, երկնքի հետ նրա պատերազմի սոսկալի արդյունքը։
կապված լինելով գտնվելով վիթխարի անհատակ փոսում, գայթակղելու մարդ չունենալով, սատանան բացարձակապես խղճալի վիճակում կլինի։ Եվ տեսա աթոռներ, եւ նրանց վրա նստեցին, եւ դատավարություն տրվեց նրանց։ Նրանք կենդանացան եւ Քրիստոսի հետ թագավորություն արին 1000 տարի։ Այն ժամանակ, երբ սատանան ստիպված կլինի ողբալու իր ճակատագիրը, փրկագնվածները կվայելեն երկնքի աննկարագրելի փառքը։ Նրանցից յուրաքանչյուրը կհանդիպի իր պահապան հրեշտակին, ովքեր կպատասխանեն մարդկանց բազում հարցերին իրենց երկրային կյանքի մասին։ Հետո իր վերջին բացահայտող գործողության մեջ Աստված փրկագնվածներին կհրավիրի որպես դատավորներ մասնակցելու դատին, նրանց առջև բացելով կործանվածների մասին բոլոր վկայությունները։ Այժմ փրկագնվածները հնարավորություն կստանան իմանալու, թե ինչու որոշ մարդիկ, ում իրենք հույս ունեին տեսնել երկնքում, այնտեղ չեն։ Կործանվածների գաղտնի մտքերը ակնառու Երևան կհանվի ծածկոցը բացելով յուրաքանչյուր հոգում տեղի ունեցած հոգևոր պայքարը։ Հստակ Երևան անգամ ընկած հրեշտակների գործողություններն ու դրդումները։ Այդ ընթացքում կհրապարակվի Աստծո բաց եւ ուղիղ բնավորությունը, ինչպես եւ կանխատեսում էր Պողոսը Կորինթացիներին հղված առաջին ուղերձի 6-րդ համարում սուրբերը կդատեն աշխարհը։ Նախքան մեղավորներից յուրաքանչյուրը կստանա իր վերջնական պատիժը, նրա մասին վկայությունները մանրակրկիտ կդիտարկվեն արդարների կողմից, ովքեր դա հասկանում են եւ ում ծանոթ է երկրի կենսական պայքարը, ամբարիչների բոլոր խոսքերն ու գործերը կկշռվեն Աստծո խոսքի կշեռքով։ Դատավճռի արդարացիությունը կհաստատվի եւ կորոշվի նրանց պատժի աստիճանը։ Արդյունքում 1000 տարին անցնելուց հետո Հիսուսն ու փրկագնվածները կպատրաստվեն վերադառնալու երկիր։ Կգա ժամանակը, երբ սատանան, նրա հրեշտակները եւ ամբարիշ մարդիկ երես առ երես կբախվեն իրենց գործերի հետևանքներին։ Շուտով հեզերը կժառանգեն երկիրը, բայց նախ Աստված կկատարի իր դատի վերջին փուլը եւ տիեզերքը կմաքրի մեղքից։ Եվ ես Հովանեսս տեսա Սուրբ քաղաքը, նոր Երուսաղեմը վայր գալիս Աստվածանից երկնքից, պատրաստված ինչպես մի զարդարված հարս իր մարդու համար։ Երկնքում հանգստի այդ հազարամյա ժամանակից հետո Քրիստոսը, փրկագնվածները եւ նոր Երուսաղեմը կվերադառնան երկիր։ Երբ Սուրբ քաղաքը մոտենա ամայացած մոլորակին, Հիսուսը ամբարիշտ մեռելներին կհրամայի վեր կենալ իրենց ապականված շիրիմներից։ Աստծո խոսքով նրա առջև կկանգնեն բոլոր ժամանակների եւ ազգերի մարդիկ, ովքեր ձեռ չեն բերել փրկությունը։ Նրանք հարություն կառնեն այն նույն մահկանացու մարմիններով, որ ունեին մահանալուց առաջ։ Երբ կիջնի Հիսուսը, նրա ոտքերը կդիպչեն ձիթենյաց սարին, սարը կճեղքվի ավերիչ երկրաշարժից, այն վերածելով մեծ հովտի։ Հետո երկնքից կիջնի հսկայական Երուսաղեմ քաղաքը, նրա հիմքերը կիջնեն այն հովտում, որ նրա համար պատրաստել էր Հիսուսը։ Եվ երբ 1000 տարին կլրանա, կարձակվի սատանան իր բանտից եւ դուրս կգնա, որ մոլորեցնի այն ազգերին, որ հավաքի նրանց պատերազմին։ Զարմանալի է, որ սատանային այնուամենայնիվ կհաջողվի վերջին անգամ խաբել իր հետևորդներին, եւ նա նրանց կհավաքի երկնային քաղաքն ուժով գրավելու համար։ Բոլոր տարիքների գեներալներն ու զինվորականներն իրենց ռազմական արվեստը կօգտագործեն նախապատրաստվելու մեծագույն ճակատամարտին ըստ իրենց ակնկալիքների։ Դրանով իսկ ամբարիշտները կցուցադրեն, որ իրենց սրտերը չեն փոխվել։ Եթե հնարավորություն ներկայանա, նրանք կփորձեն Աստծուն գահանքեց անել եւ ուժով զավթել Սուրբ քաղաքը։ Նրանք չգիտեն, որ իրենց ապակա պատերազմը տանուլ է տրված դեռևս դրա սկսվելուց առաջ։ Դատաստանի օրը եկել է։ Եվ տեսա մեռելները մեծ ու փոքր, կանգնած աթոռի առաջ, եւ գրքերը բացվեցին, եւ մեռելները դատվեցին այն գրքերում գրվածներից իրենց գործերի համեմատ։ Հանկարծ բարձրում, քաղաքի վերևում իր փառավոր գահի վրա կհայտնվի Տերը։ Բոլոր չնչին ռազմական ծրագրերն անհապաղ կդադարեցվեն։
Նայելով Աստծո դեմքին, ամբարիշները ցավով կհիշեն երբևէ իրենց գործած յուրաքանչյուր մեղքը։ Նրանք կհիշեն յուրաքանչյուր դեպք, երբ իրենք փակել են իրենց խղճի բերանը, յուրաքանչյուր պահ, երբ երես էին դարձրել Սուրբ Հոգու կոչերից։ Նրանցից ոմանք շիրիմ են մտել համարելով, որ հաջողությամբ թաքցրել են իրենց մեղքերը կամ այլ մարդկանց սպանությունները, հանցագործություններն ու արատները։ Նրանք ամոթով կգիտակցեն Ղուկասի ավետարանի 12-րդ գլխում գրված խոսքերը Աստված անձամբ իր Հիսուսի կողմից, որովհետև ոչինչ չկա ծածուկ, որ չհայտնվի, եւ թաքուն, որ չիմացվի։ Երբ նրանց աչքերի առջև ակներև ցույց կտրվի իրենց ողջ կյանքը, յուրաքանչյուր կորած հոգի լիովին կգիտակցի, որ փրկությունը մերժել է իր սեփական ընտրությամբ։ Տխուր փաստ է, բայց այդ մարդիկ երբեք չեն ճաշակի նրանց խաղաղությունն ու երջանկությունը, ովքեր գտնվելու են Սուրբ քաղաքում։ Նրանց անսահման հուսահատությունն ուղղակի աննկարագրելի կլինի։ Անհնազանդները չեն կարողանա հերքել Աստծո արդարությունը իրենց մեղավոր հայտարարելիս։ Նրանք միաձայն կաղաղակեն. արդար եւ ճշմարիտ են քո ճանապարհները, ով սուրբերի թագավոր, եւ երեսի վրա ընկնելով կերկրպագեն կյանքի իշխանին։ Եվ վեր գնացին երկրի լայնության վրա, եւ սուրբերի բանակը, եւ սիրելի քաղաքը շրջապատեցին, եւ երկնքից կրակ իջավ Աստվածանից եւ լափեց նրանց։ Ի վերջո կգա ժամանակը, երբ ամբարիշները դեմ հանդիման կմնան իրենց սեփական գործերի անդառնալի հետևանքների հետ։ Առանց որևէ նախազգուշացման երկնքից նրանց վրա կրակ ու ծծում կթափվի։ Երկիրը կպայթի եւ նրա այրվող խորքերից կրակ դուրս կգա։ Այն ժամանակ, երբ վառվող երկիրը կուլ կտա ամբարիշներին, արդարները ողջ եւ անվտանգ կմնան Նոր Երուսաղեմի սահմաններում։ Յուրաքանչյուր մեղավոր կպատժվի այն բանին համապատասխան, ինչ գործել է։ Քիչ թվով մեղքեր ունեցող մարդիկ կոչնչացվեն արագորեն, իսկ նրանք, ովքեր մեղավոր են մարդկության դեմ գործված սոսկալի չարագործությունների մեջ, ավելի երկար կտառապեն, իսկ սատանան ամեն մեղքի հրահրողը ստիպված կլինի տառապել ամենքից ավելի երկար։ Դաժանելի կլինի ամբարիշներին պատժելը, բայց դա է պահանջում Աստծո արդարությունը։ Մեղքի վարձքը մահն է։ Խաչի վրա Հիսուսն այդ վերջնական պատիժը կրեց նրանց փոխարեն, ովքեր ընդունեցին նրա զոհը, բայց ցավոք ամբարիշները մերժեցին նրա պարգևը եւ պետք է մեղքի սոսկալի գինը վճարեն հենց իրենցով։ Որովհետև ահա գալիս է այն օրը, որ վառված է թոնրի պես, եւ բոլոր գոռոզներն ու չարագործները հարդի պես են լինելու, եւ պիտի կող տակ ամբարիշներին, որովհետև նրանք մոխիր պիտի դառնան ձեր ոտքերի թաթերի տակ։ Եվ երբ մարմրեն պատժի վերջին խանձողները, տիեզերքի բնակիչները կբացականչեն եւ կփառավորեն Աստծուն այն բանի համար, որ սատանայի ահաբեկչությունն առհավետ վերջացած է։ Տիեզերքում հավիտենական խաղաղության մեջ Աստված իր ողջ ուշադրությունը կուղի նոր երկնքի եւ նոր երկրի ստեղծմանը։ Եվ տեսա նոր երկինք եւ նոր երկիր, որովհետև առաջի երկինքը եւ երկիրն անցան։ Այն բանից հետո, երբ երկիրը կմաքրվի կրակով, Աստված կձեռնարկի նրա վերստեղծումը։ Աստծո խոսքի զորությամբ կվերականգնվի երկրի նախաստեղծ եդեմական գեղեցկությունը։ Աստված կասի խոսքը եւ մոլորակը կծածկվի հարուստ փարթամ բուսականության գորգով։ Նրա հրամանով երկրի վրա եւ ջրերի մեջ կյանքը նորից կբխի աղբյուրի նման։ Անհաշիվ քանակությամբ ամեն հնարավոր զարմանահրաշ ու հիասքանչ արարածներ խաղաղ ապրելու են նոր դրախտում։ Այնտեղ մաքուր եւ խաղաղ մթնոլորտ կլինի, որ զորություն է հաղորդում։ Երկիրը մի արարչագործական հրաշագեղության հսկայական ցուցահանդես կդառնա։ Եվ կջնջի Աստված բոլոր արտասուքը նրանց աչքերից, եւ մահն այլևս չի լինի, ոչ սուգ, ոչ աղաղակ, եւ ոչ ցավ այլևս չի լինի, որովհետև առաջիններն անցան։ Կյանքը տիեզերքում կատարելապես անվտանգ կդառնա։ Բոլոր արարածները ցնծալու են գտնվելով սիրող Աստծո իշխանության ներքո,
իսկ նոր Երուսաղեմը կդառնա մայրաքաղաք։ Հավիտենական բնաջնջումից փրկվածներին իրենց փրկչի հետ առանձնահատուկ կապեր կկապեն, որոնք իզորու չէ գնահատել ոչ մի երկնային էակ։ Ու թեև մեղն ու մեղավորներն առհավետ կոչնչացվեն, այնուամենայնիվ այդ մեծ խռովությունից մի հետ կմնա։ Դրանք սպիերն են Հիսուսի ձեռքերին, ոտքերին և կողքին։ Հավիտենության երջանիկ օրերը կհաջորդեն միմյանց։ Բոլոր տխուր և տանջալից հուշերը կցրվեն երկնքի լուսափայլ հրաշագեղության մեջ։ Այլևս կաշկանդված չլինելով կյանքի սահմանափակ հատվածներով, Աստծո անմահ զավակները ազատ կլինեն իրենց բարձրագույն ձգտումներին հասնելու մեջ։ Գիտելիքների անսահման ձգտումը կոգեշնչի և կխթանի միտքը։ Այլևս կապված չլինելով երկրին, փրկագնված մարդիկ հնարավորություն կունենան ուսումնասիրելու հրաշքները Աստծո անսահման տիեզերքում։ Երկինքը կդառնա կատարյալ խաղաղության և ներդաշնակության բնակության վայր, Աստծո և մյուս մարդկանց հանդեպ սերն այնտեղ կլցնի յուրաքանչյուր սիրտ։ Աստվածաշունչը խոստանում է, որ այդ գալիք թագավորությունը կարող է քո հավիտենական տունը դառնալ։ Հիսուսն իրեն զոհաբերեց խաչի վրա, որպեսզի ներում և մեղքերի հանդեպ հաղթանակ պարգևի քեզ։ Հիսուսն ամենից ավելի ցանկանում է, որ դու իր հետ միասին ապրես այդ նորոգված երկրի վրա։ Սակայն ջանալով փրկել քեզ, նա չի կարող քեզ պարտադրել դա։ Կցանկանաս արդյոք այսօր գալ նրա մոտ։ Խնդրիր նրան այժմ, և նա կթագավորի քո սրտում։ Ֆիլմը թարգմանվել և ձայնագրվել է Ես Քրիստոնյա եմ մեդիա կենտրոնում։